Ողջույն սիրելի հետևորդներ, Հարսնաձորի լեգենդը սերիալի զարգացումները հասնում են իրենց գագաթնակետին, որտեղ սերն ու զողողությունը բախվում են սառը հաշվարկին ու ընտանեկան անզիջում սկզբունքներին։ Այսօրվա մեր վերլուծության կենտրոնում մի պատմություն է, որտեղ մարդկային ճակատագրերը խաղաքարեր են դառնում ավագ մարդկանց ձեռքում, իսկ անձնական երջանկությունը ստորադասվում է վրեժին ու նախապաշարմունքներին։ Օրը սկսվում է չափազանց ծանր ու լարված մթնոլորտում։ Վաղ առավոտյան Արմոն հայտնվում է Սաքոյի տանը։ Նա եկել է ոչ թե որպես հյուր, այլ որպես հաղթանակած կողմ, քննարկելու իր և Նարեի սպասվող հարսանիքի մանրամասները։ Սաքոն, որին այլևս չի հետաքրքրում սեփական դստեր հոգեկան վիճակը, հանդես է գալիս զարմանալի հանգստությամբ ու անթաքույց հպարտությամբ։ Նրա համար այս միությունը փրկություն է, բայց ոչ թե Նարեի, այլ ընտանիքի թվացյալ պատվի համար։ Սակայն այս ամենին կասկածանքով է հետևում Վռամը։ Նա փորձում է պատռել Արմոյի դիմակը, հասկանալ նրա իրական նպատակները և այն առեղծվածը, թե ինչպես հաջողվեց այդքան արագ ու հեշտությամբ ստանալ Նարեի համաձայնությունը։ Արմոն սակայն մնում է անդրդվելի, հայտարարելով, որ Նարեն համաձայն է և դրանով ամեն բան ասված է։ Սաքոյի համար դա բավարար է, նա պատրաստ է ցանկացած գործարքի, միայն թե իր դուստրը հավերժ հեռու մնա Հայկից։ Ցավոք, այս ստոր դիրքորոշմանը կողմ է նաև Անիկը։ Մայրական սիրտը, որը պետք է լիներ աղջկա միակ հենարանը, այսօր դարձել է նրա դատավորը։ Երբ Սոնան վաղ առավոտյան զանգում է Հայկին ու հայտնում Նարեի վերադարձի մասին, Հայկը հայտնվում է իրական շոկի մեջ։ Նա չի կարողանում ըմբռնել, թե ինչու Սոնան նախորդ օրը ստեց իրեն, թաքցնելով ճշմարտությունը։ Սոնայի արդարացումները, թե տանը տիրող իրավիճակն անհնարին էր դարձնում անկեղծությունը, Հայկի համար այլևս ոչինչ չեն նշանակում։ Տան ներսում լարվածությունը հասնում է իր սահմանագծին։ Սոնան, չկարողանալով լռել, փորձում է սթափեցնել իր սկեսուրին, Անիկին։ Նա բացահայտ ասում է այն, ինչ բոլորը տեսնում են, բայց վախենում են բարձրաձայնել։ Նարեն պարզապես զզվում է Արմոյից։ Ինչ կարող է լինել ավելի դաժան, քան կյանքդ կապել մի մարդու հետ, ում հանդեպ միայն նողկանք ես զգում։ Սակայն Անիկի պատասխանը սառեցնում է ամեն հույս։ Նրա համար ավելի ահավոր է սիրային կապը եղբոր սպանողի հետ, քան դժբախտ ամուսնությունը։ Այսպիսով Անիկն ու Սաքոն դառնում են դաշնակիցներ, համաձայնելով Նարեի կործանմանը, միայն թե բացառեն նրա ու Հայկի միությունը։ Բայց Սոնան չի հանձնվում, նա առանձնազրույց է ունենում Նարեի հետ և մարդկային վերջին աղերսանքով խնդրում նրան տեսնվել Հայկի հետ։ Նա չի ուզում, որ Հայկը նման ճակատագրական լուրն իմանա օտար մարդկանցից։ Նարեն, որն արդեն զոհաբերել է իրեն, համաձայնում է այս վերջին ցավոտ հանդիպմանը։ Նա մտնում է Վռամի սենյակ և ստանում նրա թույլտվությունը։ Վռամը, տեսնելով այս ամենը, ապշած է Նարեի անձնազոհությունից։ Նա հասկանում է, որ այս աղջիկն այնքան ուժգին է սիրում Հայկին, որ պատրաստ է իր ամբողջ կյանքը վերածել դժոխքի, միայն թե պաշտպանի սիրելիին Արմոյի սպառնալիքներից ու վտանգից։ Եվ ահա Նարեն գնում է Հայկի հետ հանդիպման։ Սա հանդիպում է, որտեղ բառերն ավելորդ են, իսկ լռությունը ճչացող։ Ինչ կասի Նարեն Հայկին և ինչպես կընդունի Հայկն այս լուրը, որը կայծակի պես կխփի նրա սրտին։ Արդյոք Հայկը կկարողանա թույլ տալ, որ Նարեն կատարի այդ զոհողությունը, թե կփորձի կանգնեցնել այս խելահեղությունը։ Իսկ ինչ եք կարծում դուք, սիրելի հետևորդներ, արդյոք ծնողների այս դիրքորոշումը կարող է երբևէ ներվել, և ինչ կլինի, երբ ճշմարտությունը ջրի երես դուրս գա։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների ընթացքին։ Բաժանորդագրվեք ալիքին և միացրեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ սերիայի բացառիկ վերլուծությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։